Այսօր Երևանի Ավան եւ նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը։ Դատական առաջին նիստն անցավ լարված մթնոլորտում, երբ ոստիկանության հսկողության ներքո նիստերի դահլիճ բերվեցին սպանության մեջ մեղադրվող կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը, սպանված զինվորի ծնողներն ու հարազատները բորբոքվեցին։ Մթնոլորտն էլ ավելի թեժացավ, երբ ամբաստանյալների ընկերները դիտողություն արեցին որդեկորույս մորը։ Դատական կարգադրիչները հեռացրեցին կուրսանտի մոր հետ վեճի բռնված երիտասարդներին։ Դատական նիստը սակայն չշարունակվեց, քանի որ գործով մեղադրյալ Վարազդատ Սաֆարյանը ու նրա պաշտպանը չէին ներկայացել։ Նիստի ավարտին սպանված կուրսանտի Հայկազ Բարսեղյանի մայրը ուշագնաց եղավ։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունվարին մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում։ Կուրսանտի սպանության մեջ մեղադրվողների թվում է նաև ռազմական ինստիտուտի արդեն նախկին պետի տեղակալ Զարմիկ Թևոսյանի որդին Գնել Թևոսյանը։ Սպանված կուրսանտի հայրը Արկադի Բարսեղյանը նիստից հետո լրագրողների զրույցում շեշտեց, պահանջում են ՑՄՀ ազատազրկել որդու սպանության մեջ մեղադրվողներին։ Քրեական գործի նյութերին ծանոթացած հայրը նշում է, որ ռազմական ինստիտուտի այդ ժամանակվա պետի տեղակալի որդին եւ նրա ընկերները վախի մթնոլորտ էին ստեղծել Զորամասում։ Իր որդին չէր ենթարկվել նրանց, ինչի արդյունքում կենցաղային վեճը առիթ էր դարձել դաժան սպանության։ Հետքերը վերացնելու համար կուրսանտները արդեն մահացած Հայկազին կախել էին, պատմում էր հայրը։ Իրանց դուր չի եկել ինչ որ ասենք մեկը, ասենք թեկուզ ճիշտ բանով իրանցից ասենք առավել լինի, էլի ասենք իրանք այդ 4-ը պիտի իրանք նայեն այդ զոնը, ասենք բայց այն որ մնացածը բոլորը ասենք հանգիստ ծառայում են, սովորում են, դա իրանց դուր չի եկել ասենք։ Միջև Հայկազի սպանությունը նկարագրվում է ահագին ծեծեր, ջարդեր մյուս կուրսանտներին, ասենք ու ստից բանի համար։ Այնքան որ ասենք շարքի մեջ կարող է կողքին հետ խոսալու համար բռնի շարքի մեջ ծեծ են ասենք 4 հոգով։ Իմի ասենք այդ 4-ի անունն է տված, ասենք որ գլխավոր մեղավորները դրանք են, բայց ես կարող եմ ասեմ, որ ասենք հենց այդ մենակ այդ Զարաֆյանն, այդ կապիտան Զարաֆյանը ինքը տեղյակ է եղել։ Ռազմական ինստիտուտի նախկին պետի տեղակալի որդու Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը մինչդեռ պնդում է, պաշտպանյալն ու ընկերները կապ չունեն Հայկազ Բարսեղյանի մահվան հետ։ Նրանք պնդում են, որ զինվորը ինքնասպանություն է գործել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։